Արտահանման նոր ուղղություններ հայ գործարարների համար, Ավստրիա, Չեխիա, Կիպրոս, Միացյալ Նահանգներ և Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս տարվա առաջին կիսամյակում միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի անցկացրած բիզնես համաժողովներն ու հաստատած կապերը հնարավորություն են ստեղծել հայ գործարարների համար արտոնյալ պայմաններով մուտք գործելու այս երկրների շուկաներ։ Միտված է հայ տնտեսվարողներին աջակցել, փոխհատուցել, հնարավոր հարթակ ստեղծել և հնարավոր երաշխավորված պետական և մասնավոր կապեր հաստատել միջազգային շուկաներում։ Գործարար հանդիպումները մեկնարկել են Ավստրիայում, շարունակվել Չեխիայում։ Պրահայում անցկացված հայ-չեխական բիզնես կամուրջ ծրագրով տեղի են ունեցել B2B հանդիպումներ երկու երկրների գործարարների և պետական մարմինների միջև։ Տեքստիլից մինչև սննդի արտադրություն, ոսկերչություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ հայ գործարարները նաև ներկայացրել են իրենց արտադրանքը չեխական շուկայում։ Այն ընկերությունները, ովքեր Հայաստանում բիզնես գործունեություն են իրականացնում, արտոնյալ հնարավորություն կունենան բացել իրենց ֆիլիալը, գործառույթը, իրավաբանական ընկերությունը Ավստրիայում և Չեխիայում և կունենան արտոնություն հարկերի տեսքով, կունենան արտոնություն լիազորված բիզնեսը ծավալելու և զարգացնելու ուղղությամբ։ Հայ գործարարներն իրենց արտադրանքն արտահանելու համար այլևս կախված չեն լինի որևէ մատակարարի թելադրած պայմաններից և կստանան անվճար խորհրդատվական աջակցություն այդ երկրներում բիզնես գործունեություն ծավալելու համար։ Մեզ համար արտահանման հետաքրքիր և հավակնոտ շուկա է նաև Միացյալ Նահանգները։ Այս տարի այնտեղ տեղի են ունեցել միանգամից երկու գործարար հանդիպումներ։ Հայ գործարարները մասնակցել են Վաշինգտոնում անցկացվող US Select Invest հեղինակավոր համաժողովին։ Ծանոթացան ամերիկյան ներդրողներին, քննարկեցին համագործակցության եզրերը համատեղ գործունեություն իրականացնելու մասով։ 2015 թվականից Միացյալ Նահանգներում անցկացվող հայ-ամերիկյան բիզնես կամուրջ ծրագրին մասնակցել է ավելի քան 500 հայ գործարար, մոտ 73% ծառայությունների մատուցման և արտահանման ուղղությամբ հաջողություններ է գրանցել։ Ինչպես մուտք գործել ամերիկյան շուկա, սերտիֆիկացման ինչ գործընթաց պետք է անցնել։ Խորհուրդը հայ գործարարների հետ է անցնում ամբողջ ճանապարհը։ Հայկական մի շարք արտադրատեսակներ արդեն ներկայացված են ամերիկյան խոշոր առևտրային ցանցերում։ Մենք ունեինք խնդիր մեծ քանակությամբ գինիներ կամ հյութեր կամ պահածոներ մատակարարելու, այժմ կամաց գնում ենք խոշորացման։ Եվրոպա, Միացյալ Նահանգներ և արդեն Ասիայի խոշոր շուկաներ։ Հայկական գործարար պատվիրակությունը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մասնակցել է երկշաբաթյա բիզնես միջավայրի օպտիմալացման սեմինարին, ներկայացնելով Հայաստանի տնտեսության և երկկողմ բիզնես հնարավորությունների ընդլայնման ուղղությունները։ Չինաստան այցը CCIP ամենախոշոր էկոնոմիկայի իրենց դեպարտամենտի հրավերով էր, որտեղ ներկայացված էին 15 պետություններից ժամանած պետական գերատեսչական մարմնի ներկայացուցիչներ, այդ թվում նաև մասնավոր սեկտորներ։ Հանդիպումներին երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու հայ-չինական առևտրատնտեսական կապերը։ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը կնքեց շատ կարևոր 3 հուշագրեր Պեկինի, Նինգբո քաղաքի և Չանգչունգ քաղաքների միջև, հուշագրեր, որը փաստում է հայկական արտադրող ընկերությունների մուտքը արտոնյալ պայմաններով աջակցել և խթանել։ Նման միջոցառումները նպաստում են Հայաստանի ճանաչելիության բարձրացմանն ու ներդրումների ներգրավմանն, ասում է Մարիամ Մանուկյանը։ Շատ երկրներ, որոնք ծավալային առումով մեծ բնակչության քանակություն ունեն և մեծ տնտեսություն, նրանց համար շատ ավելի հեշտ է մուտք գործել տվյալ մեծ շուկաներ, քան օրինակ փոքր երկրների համար, որոնք ճանապարհային մեծ ուղղություն պիտի հաղթահարեն։ Եվ այս ծրագրերը, այս նախագծերը տալիս են շատ ավելի մեծ հնարավորություն Հայաստանին ամուր քայլերով գնալ դեպի առաջ։ Առաջիկայում հայ գործարարները կրկին կմեկնեն Չինաստան մասնակցելու Շանհայ Էքսպո միջազգային ցուցահանդեսին, իսկ Միացյալ Նահանգներում հաջորդ բիզնես հանդիպումները տեղի կունենան դեկտեմբերին։ Բրյուրմկրչյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։